Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում 3 մեկնարկած քվեարկությունը շարունակվում է։ Քվեարկելու էր գնացել նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն իր ընտրությունը կատարելուց հետո ճեպազրույց է տվել անդրադարձել արտաքին ու ներքաղաքական վերջին իրադարձություններին։ Միջազգային մամուլը անդրադառնում է վերջին օրերին Հայաստանի շուրջ տեղի ունեցողին ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի այցին։ Բլումբերգը հրապարակել է ծավալուն հոդված, որում նշել է, որ Հայաստանը հայտնվել է խոշոր ներդրումային նախաձեռնությունների կենտրոնում, քննարկվող նախագծերի ընդհանուր ծավալն կարող է անցնել 13 միլիարդ դոլարից։ Ադրբեջանի նախագահը Մյունխենում է, որտեղ հարցազրույց է տվել France 24 հեռուստաալիքին։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու պահանջին եւ Բաքվում պահվող գերիների ճակատագրին։ Հայաստանը շարունակելու է առաջ շարժվել իր պետական շահի առաջմղման ուղղությամբ։ Ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պետք է հասկանա, որ մենք առանձին եւ ինքնիշխան պետություն ենք, ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում։ Նա անդրադարձել է նաեւ Ալիևի հայտարարություններին։ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ ռազմատեխնիկական գործակցությանը։ Բացահայտվել է թմրամիջոց ապուրինի պահելու եւ իրացնելու հերթական դեպքը։ Երևանի բնակիչ 26 եւ 38 տարեկան երկու տղամարդ կալանավորվել է։ Անցող շաբաթվա քրեական քրոնիկոնը տեսանյութում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում հանդես կգա Հայաստանը եւ նոր խաղաղության ճարտարապետությունը Հարավային Կովկասում թեմայով դասախոսությամբ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում 3 մեկնարկած քվեարկությունը կշարունակվի նաև այսօր եւ վաղը։ Ինչպես արդեն հայտնել ենք, առաջին անգամ Հայաստանում ընտրական ցուցակ է ձևավորելու կուսակցության անդամների քվեարկության արդյունքում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեկնարկել է 26 թվականի հերթական ընտրություններին մասնակցող ընտրական ցուցակի հաստատման գործընթացի առաջին փուլի քվեարկությունը։ 3 քվեարկության էր գնացել նաև Փաշինյանը։ Քվեարկությունից հետո վարչապետը ճեպազրույց է տվել, անդրադարձել արտաքին ու ներքաղաքական վերջին իրադարձություններին։ Առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո տեղի կունենա երկրորդ փուլը, որի մասնակցելու հնարավորություն կունենան առաջի փուլի արդյունքներով առաջին 50 հորիզոնականը զբաղեցրած տեխնացուները, որոնք նաև քարոզարշավի արդյունքում արդեն համաժողովի սահմանած կարգով եւ ընտրական օրենսգրքով սահմանված քվոտաներով նկատի ունեմ նաև քվեարկության արդյունքներով հաշվի կառնվի նվազն գրկված սեռի ներկայացուցիչների ընտրական օրենսգրքով սահմանված համամասնության պահպանումը եւ երկրորդ փուլի արդյունքներով տեղի կունենա նաև քվեարկության արդյունքներով վարչապետի տեխնացուի ընտրություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում առաջին անգամ կուսակցության անդամների քվեարկության արդյունքում ընտրական ցուցակ ձևավորելու գործընթացը։ Քաղաքացիական պայմանագիրը սկսել է 2026-ի հերթական ընտրություններին մասնակցող ընտրական ցուցակի հաստատման գործընթացի առաջին փուլի քվեարկությունը։ 3 օր շարունակ պատվիրակները քվեարկելու են ՔՊ կենտրոնական գրասենյակում։ Ապրիլի սկզբին տեղի կունենա համաժողովի լիագումար նիստը, որտեղ արդեն բաց քվեարկությամբ կհաստատվի կուսակցության ամբողջական համամասնական ցուցակ եւ համաժողովում կընդունվի կուսակցության նախընտրական ծրագիր 2026 թվականի հերթական ընտրությունների։ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը կձևավորվի փակ, գաղտնի վարկանիշային քվեարկությամբ, ինչպես 2017-ին։ Առաջին փուլում ընդգրկված է 274 տեխնացու, իսկ առաջին 50-ը կմասնակցեն երկրորդ փուլին։ Նա հերքեց ընդդիմության մեղադրանքները ժողովրդավարության իմիտացիայի մասին, ընդգծելով, որ այս կարգը ամրագրված է կուսակցության կանոնադրությամբ։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։
Խոսելով հայաստանյան ներքաղաքական ու կրոնական խնդիրներից վարչապետը հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ։ Նա նշեց, թե եկեղեցում կատարվողի հետ կապված որոշակի տեղեկություններ ունի եւ հստակ հայտարարեց, թույլ չի տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն։ Վարչապետի ներկայացմամբ այսօր ընթանում են գործընթացներ, որոնց իրական նպատակը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տեղափոխելն է։ Վիեննա, Մոսկվա կամ այլ վայր, սակայն նպատակը նույնն է՝ ստեղծել մարիոնետային կաթողիկոսություն։ Փաշինյանը զգուշացրեց թե Հայաստանի, թե Սփյուռքի այն ներկայացուցիչներին, որոնք իր ձևակերպմամբ ներգրավում են դավադիր պլանում, նշելով, որ հակազդեցությունը լինելու է շատ կոշտ։ Այս վերջերս բանա գնում, հա, բարերարների դիմակի ներքո թաքնված բաները, Էջմիածնի գանձերի հետևից ընկածները, կներեք էթիկայի կանոնների սահմաններում ասեմ, որ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ։ Քաղաքական դաշտի ներքին զարգացումների մասին խոսելիս նա փակեց Սամվել Կարապետյանի հնարավոր վարչապետական հավակնությունների թեման։ Ըստ Փաշինյանի Հայաստանի սահմանադրությունը հստակ է։ Երկրորդ երկրի քաղաքացիություն, տվյալ դեպքում երրորդ նաև երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ падգամավորի, ոչ վարչապետի թեկնածու, հետևաբար ինչ որ դուք ասում եք, դա պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի եւ հետեւաբար գոյություն չունեցող բանը ես անկեղծ ասած հարկ չեմ համարում մեկնաբանել։ Արտաքին քաղաքականության հարցերում վարչապետը շեշտեց, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք կարծում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը կդառնա լիարժեք անկախ պետություն։ Նրա խոսքով, եթե թշնամանքը պահպանվի, Հայաստանը ստիպված կլինի ավելի ամուր կախվածություն ունենալ Ռուսաստանից։ Միաժամանակ նա ընդգծեց, որ իր գործընկերներ Վլադիմիր Պուտինն ու Միխայել Միշուստինն այդ մոտեցումը չեն ընդունում եւ խաղաղությունը համարում են օգտակար։ Փաշինյանը նաեւ կտրուկ արձագանքեց տարածքային ամբողջականության շուրջ քննարկումներին։ Սա աբսուրդ հայտարարություն է, որովհետև եթե կողմ չես 29743 քառակուսի կիլոմետրին, դա նշանակում է, որ հետաձգված թե անմիջապես թե վաղը պատերազմ ես հայտարարում։ Տնտեսական բլոկում վարչապետը խոսեց հնարավոր խոշոր ներդրումների մասին։ Նրա խոսքով քննարկվում է տարբերակ, ըստ որի Հայաստանի եւ Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր կարող է Ռուսաստանից գնել Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը։ Չհստակեցնելով, թե որ երկրի մասին է խոսքը, նա նշեց, որ կան ներդրումային հետաքրքրություններ ունեցող ուժեր։ Նա նաեւ հայտարարեց, որ Firebird-ի ներդրումների ծավալը կարող է հասնել մինչև 4 միլիարդ դոլարի արհեստական բանականության կենտրոնի ստեղծման շրջանակում։ Բացի այդ, Միացյալ Նահանգների հետ արդեն իրականացվում են համատեղ ներդրումային ծրագրեր TRIP նախաձեռնությամբ սահմանային կառավարման եւ միջուկային էներգետիկայի ոլորտներում։ Կոնկրետ Firebird-ի դեպքում իհարկե դա մասնավոր է Հայաստանի Հանրապետությունը, որը մասնակցություն չի ունենալու։ TRIP-ի դեպքում Հայաստանի Հանրապետությունը ունենալու է մասնակցություն, ինչպես հունվարի 14-ի փաստաթղթի մեջ ընդգծված է Հայաստանի մասնակցության ձևերը, մյուս նախագծերում էլ կապրենք կտեսնենք։ Վարչապետն անդրադարձավ նաև Իրանի հետ հարաբերություններին, նշելով, որ Իրանը եւ Հայաստանը ռազմավարական գործակցության փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ բանակցություններ են վարում։ Ժամկետներ դեռ չկան, սակայն քննարկումները շարունակվում են։ Նա հավելեց, որ Հայաստանը հնարավորություն կունենա ամբողջական տեղեկատվություն ստանալ մի շարք տեխնոլոգիաների վերաբերյալ, որոնք ունի Միացյալ Նահանգները։ Փաշինյանի ճեպազորույցի գլխավոր ուղերձը հստակ էր. Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ պետական ինստիտուտների վերահսկողությունը չեն դրվելու սակարկության սեղանին։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունը Nvidia-ն միլիարդներ է ներդնում Հայաստանում չիպերի արտադրության մեջ, այս մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայել Սահակաշվիլին։ Սա հսկայական կոնկրետ եւ խորհրդանշական նշանակություն ունեցող փաստ է։ Եթե մենք այսօր ունենայինք իմ ստեղծած տեխնոլոգիական համալսարանը եւ Իվանիշվիլին չփչացներ այն, նման ձեռնարկություն անպայման կբացվեր Վրաստանում, գրել է նա։ Միջազգային մամուլը եւս անդրադառնում է վերջին օրերին Հայաստանի շուրջ տեղի ունեցողին ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի այցին։ Bloomberg-ը հրապարակել է ծավալուն հոդված, որում նշել է, որ Հայաստանը հայտնվել է խոշոր ներդրումային նախաձեռնությունների կենտրոնում։ Գործակալության գնահատմամբ քննարկվող նախագծերի ընդհանուր ծավալը կարող է անցնել 13 միլիարդ դոլարից, ընդգրկելով քաղաքացիական միջուկային էներգետիկա,
Արհեստական բանականության ենթակառուցվածքներ եւ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում։ Միաժամանակ Եվրահանձնաժողովի նոր մետահետազոտությունը Հայաստանը դիտարկում է որպես Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կապող առևտրային երթուղիների վերագործարկման կարևոր հանգույց, առանձնացնելով նաեւ Սյունիքով երկաթուղային կապի հնարավոր վերականգնման ազդեցությունը տարածաշրջանային փոխկապակցվածության վրա։ Հայաստանին սպասվում են լայնածավալ ներդրումներ, որը Բլումբերգի գնահատմամբ կարող է գերազանցել 13 միլիարդ դոլարը, որը կներառի քաղաքացիական, միջուկային էներգետիկան, բարձր տեխնոլոգիաները եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ուղղությունները։ Խոսքը երկրի տարեկան տնտեսական արդյունքի գրեթե կեսին համարժեք ծավալի մասին է, ինչը կարող է էապես վերաձևել Հայաստանի ներդրումային օրակարգն ու արտաքին տնտեսական կախվածությունների կառուցվածքը, հատկապես Ռուսաստանից։ Հրապարակման առանցքային դրվագներից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի այցն է Հայաստան, որի ընթացքում ստորագրվել է մինչև 9 միլիարդ դոլարի չափով քաղաքացիական միջուկային ոլորտում գործընկերության համաձայնագիր, իրավական հիմք ստեղծելով ամերիկյան ընկերությունների համար։ Աղբյուրը հիշեցրել է, որ սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա օգոստոսին Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին։ Նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, որը ներառում է նաև թրիփը։ Թուրքիան էլ իր հերթին ունենալով պաշտպանական պայմանագիր Ադրբեջանի հետ քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ 1993 թվականից փակ սահմանները բացելու եւ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Միաժամանակ Եվրամիությունը շարունակում է խորացնել կապերը Երևանի հետ, հաշվի առնելով, որ Հայաստանը հայտարարել է ԵՄ անդամակցությանը միտված ծրագրերի մասին։ Բլումբերգի տվյալներով 2031 թվականին մարվող Հայաստանի դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է 4 բազային կետով, հասնելով վերջին 3 ամսվա ամենացածր մակարդակին։ Նշվում է նաև, որ ատոմային ոլորտում գործակցության համաձայնագիրը իրավական հարթակ է ձևավորում ամերիկյան ընկերությունների համար Հայաստան ատոմային տեխնոլոգիաներ արտահանելու եւ խորհրդային շրջանի Մեծամորի ատոմակայանը փոխարինելու նախագծերում մրցակցելու նպատակով։ Արհեստական բանականության ոլորտում խոշոր նախաձեռնություն է ձևավորվում ամերիկյան Firebird ընկերության եւ Nvidia Corporation-ի գործակցությամբ։ Ծրագրի նպատակն է մինչև 2026 թվականի դեկտեմբերը ներգրավվել շուրջ 50,000 գրաֆիկական պրոցեսոր, կիրառելով չիպ արտադրողի հաջորդ սերնդի GB300 համակարգերը։ Հայ ձեռնարկատերերի հիմնադրած ընկերությունը նախատեսում է հաշվարկային հզորությունների զգալի մասը տրամադրել միջազգային շուկային, Հայաստանը դիրքավորելով որպես արհեստական բանականության լուծումների արտահանման մրցունակ հարթակ։ Ըստ հրապարակման, ներդրումային այդ հայտարարությունները հավելյալ քաղաքական ու տնտեսական ազդակ են, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար, հունիսի 7-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններից առաջ։ Միաժամանակ նշվում է, որ Երևանում մայիսին նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևանը կհյուրընկալի տասնյակ քաղաքական առաջնորդների։ Ընդհանուր հաշվարկով մինչև 13 միլիարդ դոլարի հասնող պոտենցիալ նախագիծը շոշափելիորեն գերազանցում են Հայաստանում նախկինում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալները, ճանապարհ բացելով կառավարության նպատակի համար ամերիկյան կապիտալն ու տեխնոլոգիաները ներգրավել ռազմավարական ոլորտներ, անգամ եթե բոլոր նախագծերն ամբողջությամբ չիրականացվեն։ Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով, երբ ընկերությունները որոշում են միլիարդավոր դոլարներ ներդնել Հայաստանում, դա գաղափար է ստեղծում նաև ուրիշների համար։ Ըստ նրա, չնայած որ շատերը գիտեին Հայաստանը, բայց չեն մտածում մեծածավալ ներդրումներ կատարելու մասին։ Այս ամենին զուգահեռ Եվրահանձնաժողովը հրապարակել է միջտարածաշրջանային կապի զարգացմանն առնչվող մետահետազոտություն, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջև առևտրային երթուղիների վերականգնման կարևոր հանգույց։ Զեկույցում առանձնացվում է երկրի դերակատարումը Անդրկասպյան տրանսպորտային միջանցքում, որը միավորում է Եվրոպան, Հարավային Կովկասը, Թուրքիան եւ Կենտրոնական Ասիան, ստեղծելով բեռնափոխադրումների այլընտրանքային ուղղություններ։ Փաստաթղթում նշվում է, որ Սյունիքով երկաթուղային հաղորդակցության հնարավոր վերականգնումը որպես միջանցքի վրացական հատվածին այլընտրանք կարող է զգալիորեն ուժեղացնել տարածաշրջանային փոխկապակցվածությունը։ Փորձագիտական գնահատմամբ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղին տեսականորեն կարող է կրճատել փոխադրման ժամկետը մինչև 25%-ով համեմատած գործող Բաքու-Թբիլիսի կարտ երթուղու հետ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ադրբեջանի նախագահ Ալիևը Մյունխենում է, որտեղ հարցազրույց է տվել Ֆրանս 24 հեռուստաալիքին։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Հայաստանի սահմանադրություն փոփոխություններ կատարելու պահանջին եւ Բաքվում պահվող գերիների ճակատագրին։
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները մտել են նոր եւ ավելի գայուն փուլ։ Այս մասին են վկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև նախաստորագրված համաձայնագիրը։ Նախորդ տարվա օգոստոսի 8-ից հետո հայ-ադրբեջանական սահմանին չկան կրակոցների լարվածություն, ինչի մասին բազմիցս փաստել եւ հայտարարել են երկու կողմերն էլ։ Ավելին, համաձայնագրի նախաստորագրումից հետո Հայաստանը պարբերաբար Ադրբեջանից ներմուծում է վառելիք եւ ադրբեջանական տարածքով ներկրում ռուսական ղազախական ցորեն։ Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը մեծապես նպաստեց նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան, նախ Հայաստան, ապա Ադրբեջան։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում ֆրանս 24-ին տրված հարցազրույցում։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ նախաստորագրված համաձայնությունը հակամարտության ավարտն է եւ կլինի կայուն ու հարատև։ Այդ ժամանակվանից անցել է ավելի քան 6 ամիս եւ իրավիճակը Հայաստանի հետ մեր սահմանին շատ հանգիստ է։ Կրակոցներ, զոհեր չկան։ Կասկած չունեմ, որ թրիփ նախագիծը կիրականացվի։ Այն Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի միջոցով կկապի Նախիջևանի հետ։ Ալիևը նշել է նաև, որ իրենց երկիրը միջև սահման կառուցում է 400 կիլոմետր երկարությամբ երկաթուղի, եւս 200 կիլոմետր էլ վերականգնվելու է Նախիջևանում։ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը կապված է դրա հետ։ Երբ փոփոխություն կատարվի Հայաստանի սահմանադրության մեջ, հաջորդ իսկ օրը կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն արդեն իսկ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձին, դա կարող է դիտարկվել միայն փոխանակության սկզբունքով, շարունակել է Ալիևը։ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու Ալիևի պահանջին բազմիցս անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ այն Հայաստանի ներքին գործն է եւ չի կարող խանգարող հանգամանք լինել Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հերոստալիքին տրված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսել է նաև Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Նրա խոսքով Վենսի այցի ընթացքում այդ հարցը եւս քննարկվել է։ ԱՄՆ փոխնախագահը բարձրացրել է Ղարաբաղի ռեժիմի դատապարտված առաջնորդների հարցը, սակայն Բաքուն արտահայտել է իր դիրքորոշումը եւ չի վերադարձել այդ թեմային։ Նրանց ներում շնորհելու հնարավորությունը բացառվում է։ Բռնապետ Ալիևն ավելի հեռուն է գնացել, նա Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունը համեմատել է Նյուրնբերգյան դատավարությունների հետ, նշելով, թե նրանք իբրև մարդկության դեմ լուրջ հանցագործություններ են կատարել։ Նա նաև հավելել է, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործությունները գերազանցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարածը։ Հայաստանը շարունակելու է առաջ շարժվել իր պետական շահերի առաջմղման ուղղությամբ, ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պետք է հասկանա, որ մենք առանձին եւ ինքնիշխան պետություն ենք, ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում։ Նա անդրադարձել է նաեւ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնք վերջինս արել է France 24-ին տված հարցազրույցում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԿՊ գրասենյակում ներկուսակցական ընտրություններից հետո լրագրողների զրույցում անդրադարձել Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային հարձակումներին։ Մասնավորապես վերջինս խոսել է Ռուսաստանի Դաշնություն կատարած իր այցից հետո Պետդումայի падգամավոր Զատուլինի հերթական հայտարարությանը, որը մասնավորապես վերաբերում էր առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության տապալմանը եւ այսպես կոչված իրենց սրտի թեկնածու ունենալուն։ Ազգային ժողովի նախագահը մեկ անգամ եւս փաստեց, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցել են լուրջ խոսակցություն ռուսական տարբեր շրջանակների կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու տարատեսակ փորձերի հետ կապված։ Պարոն Զատուլինը կարող է նաև հետաքրքրվել պարոն Լավրովից, թե ինչ արձագանք է տվել իրենց արտաքին գործերի նախարարը, երբ որ ես խոսել եմ падգամավորների կողմից հայտարարությունների մասին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության եւ այսօրվա իշխանության մասին։ Թող հետաքրքրվի իր գործընկերը ինչ արձագանք է տվել, ես կոռեկտ չեմ համարում այդ մանրամասները բացահայտել։ Ես կարող եմ խոսել իմ ասածների մասին, բայց գործընկերոջ ասածները չեմ ուզում բարձրաձայնել։ Դիտարկմանը, թե ռուսական կողմի դժգոհությունները կապված են նաև Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հետ, Ազգային ժողովի նախագահը հակադարձեց. կան կարմիր գծեր, պետական շահեր, որոնք տրորել չի կարելի։ Մենք մեր ռազմավարական դաշնակցի համար չենք կարող զոհել մեր ինքնիշխանությունը, պետականությունը ու տալ նոր զոհեր, հավելեց Սիմոնյանը, շարունակելով. Երբ որ մեր վրա ճնշում է գնում, դրան դիմադրելը եւ ասելը հոп, դա մեր պարտականությունն է։ Ասել կանգնեք, որովհետեւ հասկանում ենք ձեր շահերը, բայց եկեք մեզ մի ոչնչացրեք, մենք ենք մեռնում
Ազգային ժողովի նախագահ անդրադարձ կատարեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մյունխենում France 24-ին տրված հարցազրույցում արված հայտարարությանը, ըստ որի Ադրբեջանը չի պատրաստվում համաներում շնորհել Բաքվում պահվող հայ գերիներին։ Սիմոնյանը վստահեցրեց, որ ադրբեջանական կողմի հետ հարաբերությունները թեև դժվարությամբ, բայց կարգավորվում են, եւ Հայաստանը շարունակելու է գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը գերիներին վերադարձնելու համար։ Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են։ Այսօր չէ, վաղը չէ, բոլորն էլ վերադառնան։ Ինչպես ժամանակին, ասում 200-ին հասնող մարդիկ կային, եւ ելի մարդիկ կային, որոնք որ չվերադարձողի ցուցակում են, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել, այդ աշխատանքը չի դադարելու մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Նշենք, որ ճեպազրույցի ընթացքում ազգային ժողովի նախագահն անդրադարձ կատարեց նաև Սամվել Կարապետյանի ազգային ժողովի падգամավորի եւ վարչապետի թեկնածու առաջադրվելու հնարավորությանը, նշելով, որ վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող հավակնել այդ երկու պաշտոններին։ Թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Բարեկո պարոն Գրիգորյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ շաբաթվա սկիզբը բավականին բուռն սկսվեց Միացյալ Նահանգների թիվ 1 գերտերության փոխնախագահը այցելեց Հարավային Կովկաս եւ իր շրջագայությունը, այսպես ասած, սկսեց Հայաստանից, հետո գնաց Ադրբեջան, բայց չգնաց Վրաստան։ Նախ ինչպես է գնահատում նրա այցը, մի փոքր անդրադառնանք ինչ կշիռ ունեցող քաղաքական գործիչ էր, ինչ նպատակներով էր եկել եւ ինչպես է գնահատում նրա այցը Հայաստան։ Բարև ձեզ։ Նախ ուզում եմ ասել, ինձ մոտ երկու չափորոշիչներ կան գնահատելու այցելությունը, հաջող էր, ոնց էր։ Այո։ Առաջինը դա պրոֆեսիոնալ մասն է, ինչ է ստորագրվել, ինչ փաստաթղթեր, ինչին եկան կողմերը, Վենս մի կողմից, մյուս կողմից Փաշինյան, Միացյալ Նահանգների փոխնախագահ, Հայաստանի կողմից վարչապետ, այլ մակարդակներով շատ կարևոր նաև աշխատանք տարվեց այդ չափորոշիչը։ Երկրորդ չափորոշիչը, որը ինձ համար ավելի կարևոր է։ Համեցեք։ Այն աղմուկը, կատաղած արձագանքը, այն այդպես կոչված պրոբուսական ընդդիմության, այդպես կոչված փորձագետների տարբեր տրամաչափի, որը շարունակվում է Վենսի այցելության դեմ, ստեր տարածել, նսեմացնելու փորձ այդ այցելության արդյունքների ցույց է տալիս, որ շատ հաջող, շատ բարձր մակարդակի արդյունքների հասավ Հայաստանը Ամերիկայի հետ համագործակցության մեջ։ Հասկացաք։ Ի վերջո լավ, ինչ որ մեկին ինչ որ բան դուրս չի գալիս։ Ինչ ես կրկնում 65 անգամ այս 3 օրում։ Ես հետևում եմ։ Դա նշանակում է, որ շատ հաջող անցավ, այդքան հաջող, որ այն ուժերը, մարդիկ, ովքեր Ռուսաստանի նարատիվները տարածում են, ովքեր չեն ուզում, որ Հայաստանը բազմա վեկտոր քաղաքականություն վարի կամ բալանսավորված քաղաքականություն, որ ավելի անկախ լինի, ավելի ուժեղ լինի, ավելի զարգացած լինի, ովքեր չեն ուզում կատաղած այդ հաջողության դեմ պայքարում է։ Դե նրանք միշտ են խոսելու, խոսացողները միշտ էլ խոսում են, ով չի հասկանում, ավելի շատ է խոսում, բայց հիմա վերադառնանք, ինչ տվեց Հայաստանին եւ ինչ արդյունք արձանագրեցինք այս պահին։ Բնականաբար երկարաժամկետ հեռանկարում ենք տեսնելու արդյունքները, բայց այս պահի դրությամբ ինչ ունենք։ Նախ առաջի հարցի մի մասին հիմա պատասխանեմ։ Այո, համեցեք։ Իրոք Վենսը հայտնի դեմք է։ Կարելի է քննարկել իր հայացքները, մոտեցումները, բայց ինքը հայտնի քաղաքական գործիչ է, հայտնի թիմի անդամ է, Տրամպի մեծ կշիռ ունեցող, մեծ ազդեցություն ունեցող հենց պահպանողական այդ շրջանակներում, ուրեմն թերագնահատել այդ դեմքին զարմանալի է, ուղղակի կարելի է հեշտ մտնել, տարբեր ցանցերում ուսումնասիրել։ Բացի դրանից, ի պաշտոն է մարդկան ուզում եմ ասել, որ ինքը եւ սենատի ղեկավարն է, դու գիտեք, ի պաշտոն է, քանի որ փոխնախագահն է, գումարած փոխնախագահ է Միացյալ Նահանգների, ինչի մասին է խոսքը։ Ուրեմն այս ամենահզոր երկրի երկրորդ դեմքը
եւ գործադիր մարմնի եւ օրենսդիր մարմնի եկավ Հայաստան, դա միայն խոսում է նրա մասին, որ իրոք Հայաստանը իշխանությունները կարողացան այդքան ակտիվ ու լավ աշխատել, որ հետաքրքրություն առաջացրեցին, որ այս ձևի մասշտաբի մարդը եկավ։ Այդ առաջինը։ Երկրորդը արդյունքների, շատ կոնկրետ պետք է գիտեք, ես տարբեր բաներ, մեկնաբանություններ լսում եմ, շատ կոնկրետ բացում ես փաստաթուղթը, օրինակ, ստորագրեցին հայտարարություն կամ հուշագիր կապված ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, ատոմային էներգետիկայի ոլորտում։ Պարզ է խոսքը գնում է այդ մոդուլային ատոմակայանի մասին, ներդրումային ծրագրերը, թվերը կան, եթե մարդիկ համարում են, որ 9 միլիարդ ինվեստիցիոն ծրագրերը դա քիչ է, այդ իրանց խնդիրն է։ Դա այդ մասով էլ ասում են, պարոն Գրիգորյան, որ այդ 9 միլիարդը դա հորինված թիվ է, 4 միլիարդը դա ստացվում է մեր պարտքն է, մեր վրա է մնալու եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ մասով էլ տարակարծություններ կան։ Այդ մասով էլ կզրկանեք ձեր մեկնաբանությունը։ Ես ձեզ շատ հարգում եմ, գնահատում եմ, որ դուք կոռեկտ արտահայտվում եք, բայց դա տարակարծություն չի։ Դա պետության դավաճանության ճանապարհ է։ Երբ որ դու միտումնավոր աղավաղում ես արդյունքները, դա միտումնավոր աղավաղումն է։ Ինչի մասին է խոսքը։ Ինվեստիցիոն բառը օգտագործվեց։ Ուրեմն դա ինվեստիցիա է։ Հայաստանին տրվում է փող, քանի որ Հայաստանը այդքան փող չունի կառուցելու այդ ատոմակայանը, Ամերիկան ասում է հարց չկա, ինվեստիցիան, ու հետո երբ որ ատոմակայանը սկսի աշխատել, այդ եկամուտները կբաժանվեն։ Այն մարդիկ, ովքեր ներդնեն փող, այդ եկամուտներից մի մասը կստանան, որ վերադարձնեն իրենց փողը։ Ուրեմն ոչ մի պարտքի տակ Հայաստանը չի գնում, դրա համար պետք չի լինել տնտեսագետ։ Այդ տերմինները ինքնինստինկտիան ամեն ինչից խոսում են։ Բայց նորից կրկնում եմ, դա շատ կարևոր է հասկանալ։ Ես հարգում եմ տարբեր կարծիքներ, կան փորձագետներ, ինչ որ դիտողություն են անում, ես ընդունում եմ դա, կարելի է քննարկել, բայց երբ որ միտումնավոր աղավաղում են, միտումնավոր աղմուկ բարձրացնում են, լավ, ասենք թարգմանիչը մի սխալ, մի բառը սխալ, ինչ եղավ։ Միշտ էլ ճշտում կարելի անել, իսկ ինչ աղմուկ բարձրացրեցիք։ Էդ էլ թարգմանիչը, որը բերված էր ամերիկացիների կողմից։ Էդ ինչ աղմուկ էր, չէ, միտումնավոր ուզում են նսեմացնել դերը այդ այցելության։ Քանի որ այդ այցելության միջոցով հիմա աշխարհի կեսը իմացավ, որ կա ստեղ երկիր Հայաստան։ Հայ ժողովրդին բոլորը ճանաչում են, բայց որ կա երկիր, որը էֆեկտիվ աշխատում է, շատերը չգիտեն։ Հիմա այս այցելության շնորհիվ աշխարհը իմացավ, որ ստեղ կա երկիր, որը պայքարում է իր սուվերենության համար, իր զարգացման, չհասկանալ դա, գիտեք, դա միտում է, դա։ Եվ վերջապես Միացյալ Նահանգների նման երկիրը ու նման պաշտոնյան հենց այնպես հայտարարություններ եւ գեղեցիկ խոսքեր չէին ասի։ Լավ, դրան անդրադարձանք, հասկացանք ավելի པարզ է, բայց շատ արագ փոխվեց ռուսական կողմի խոսույթը։ Մենք տեսանք անմիջապես փոխարտգործնախարար Գալուզինի հայտարարությունները, որ պատրաստ է Ռուսատոմը գալ ներդրումներ անել։ Մենք լսեցինք Կոպիրկինի շատ սիրալիր հայտարարությունները, որ այո, հզոր Հայաստան, ինքնիշխան Հայաստան, ինքնաբավ Հայաստան, մենք պատրաստ ենք գործակցել եւ միաժամանակ նաեւ հնչեց հապկից հայտարարություն, որ բավականին խնդրահարույց է եւ մենք մտահոգված ենք այդ մասով։ Ձեր գնահատականը այս գործիչների մասով։ Նու պարզա Ռուսաստանը հիացած չի այդ քայլերից Հայաստանի։ Ռուսաստանը սովոր է նախկինները, որ երբ որ ես ասում եմ նախկինները հանցագործ են, ոչ միայն կոռուպցիայի համար, նաև նրա համար նախկինները, որ սովորացրեցին, որ Հայաստանը չի կարող ունենալ իր կարծիքը, որ Հայաստանը չի կարող անել իր սուվերեն քայլերը, սովորացրեցին։ Դա է պատճառը, որ ցանկացած քայլ, որը Հայաստանը անում է, որը տրամաբանական է, քվեարկություն ՄԱԿ-ում, քվեարկություն այլ ատյաններում, կոնկրետ համագործակցություն Եվրոմիության հետ, Չինաստանի հետ, Հնդկաստանի, Ռուսաստանը ցավոտ դա էլ է ընդունում։ Չմտածեք, որ մենակ Վենսի գալու նկատմամբ ցավոտ է Ռուսաստանը։ Հնդկաստանի հետ ռազմական համագործակցությունը շատ ցավոտ է ընդունում Հայաստանի համագործակցության Հնդկաստանի հետ Ռուսաստանը։ Ինչ եմ ուզում ասել, նախկինները հանցագործ են, որ սովորացրեցին, որ միայն
Ռուսաստանի դաբրոյով կարող ես քայլ անել։ Հիմա այս իշխանությունը սովորացնում է, որ սովորեք, որ մենք կարող ենք ինքնուրույն քայլ անել, հետո ձեզ հետ կխոսանք։ Ու հենց դրա հետ է կապված, որ դուք շատ լավ նշեցիք, առանձին դեպքերում ռուսական հայտարարությունները փոխվել է խոսույթը։ Հիմա իրանք խոսում կարծես։ Այո, իրանք ասում են մենք պատրաստ ենք տրիպի հետ կապված, Տրամփ ծրագրի հետ կապված մենք պատրաստ ենք ձեզ հետ խոսել։ Ուրիշ բանը դա անկեղծ է թե ոչ, այդ ուրիշ խնդիր է, իմ կարծիքով անկեղծ չի, չեն էլ ուզում որ ստացվի մեզ մոտ, բայց ստիպված են։ Ու դա նշանակում է, որ Հայաստանը ճիշտ ճանապարհով է գնում։ Նույնիսկ Ռուսաստանին ստիպում է, ասենք ավելի կառուցողական լինել, գոնե ձևական։ Ինչ եմ ուզում ասել։ Համաձայն եմ ձեզ հետ, որ այս փոփոխությունները, նյուանսները պետք է զգանք, պետք է հետևենք այդ նյուանսներին։ Դրանք ցույց են տալիս, որ ճիշտ ճանապարհով են գնում, փորձում ենք բազմավեկտոր քաղաքականություն վարել, նու կառավարությունը ասում է բալանսավորված քաղաքականություն, այդ տերմինը միգուցե ավելի ճիշտ տերմին է, բայց ինչ եմ ուզում ասել, լուրջ հաջողությունների Հայաստանը հասնում է ու ցավում եմ, որ ներսում, հասկանում եք, երբ որ դրսից հիբրիդային պատերազմը վարում մեր դեմ, ես չեմ ցավում, մենք պետք է պաշտպանվենք, բայց ցավում են, որ ներսում այդ հիբրիդային պատերազմը պետության դեմ օգտագործում են ուժեր, որոնք կոպիտ ասած պարլամենտում կան, ուժեր, ովքեր կարծես թե ազգային ուժեր պետք է լինեին։ Տեսեք, շատերը նշում են, որ այ եկավ Հայաստան, գնաց Ադրբեջան, չգնաց Վրաստան։ Եվ ասում են, որ բավականին ռիսկային է, երբ որ Միացյալ Նահանգները փորձում է Հարավային Կովկասում գերիշխող դեր զբաղեցնել, իր արմատները գցել եւ այլն եւ այլն։ Իսկապես ռիսկեր կան այդ ամենի մեջ։ Ձեր գնահատականը։ Կներեք ինձ էլի փողոց անցնելը, նույնիսկ զեբրայի վրա, որտեղ բավականին մեծ ռիսկեր կան։ Հայաստանում բավական մեծ ռիսկ է, աշխարհով մենք բավական մեծ ռիսկ է դեռ ձեզ ասեմ։ Ուրեմն ամեն ինչ ռիսկային է։ Ով ասում է, որ ամեն ինչ իդեալական է։ Հայ հենց գրագետ հասարակության դերը ինչու՞մ է, որ հասարակությունում դու այդքան ուժեղացնում ես քո հասարակությունը, տեղյակ ես պահում, որ հասարակությունը adekvat արձագանքի։ Օրինակ, Միացյալ Նահանգների գալը տարածաշրջան փրկում է, պահում է Սյունիքը հայկական։ Շատ լավ, բայց միաժամանակ ռիսկ է։ Օրինակ, այս ծրագիրը Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով, Թուրքիայով, Եվրոպայով, այդ ծրագիրը մի խնդիր ունի։ Դրսում մնում է Վրաստանը։ Ու նայեք մերոնք ինչ են հիմա անում, որ Վրաստանը չօտարվի այդ process-ից, հենց Հայաստանը Վրաստանին առաջարկում է ակտիվ մասնակցել այդ process-ներում։ Ու պարզ է, ծրագրի մեջ շատ բան է մտնում, Վրաստանը կարող է, օրինակ, էլեկտրոցանցերի հետ կապված, այդ բարձր վոլտանոց, դու գիտեք, Հայաստանը առաջարկում է, որ Վրաստանը այդ ոլորտում ներգրավի այդ մեծ process-ի մեջ։ Ինչ եմ ուզում ասել, այդ ռիսկերը պետք է սովորես կառավարել, որ օրինակ նույն Վրաստանը adekvat արձագանքի, քանի որ դու գիտեք շատ ու շատ ճանապարհներ, նավթամուղեր, գազամուղեր Վրաստանով գնում են, ճանապարհներ նաև, ու կարող է Վրաստանում առաջանա խնդիր, որ այս թրիպ ծրագիրը իրանց կթողնի դրսում։ Հիմա Հայաստանը աշխատում է, այդ էլ դες ասեմ, ամերիկացիք ինչքան էլ բարդ խնդիրներ ունենան Վրաստանի հետ, հիմա Վրաստանի կառավարության հետ բանակցում են հենց տրիպի հետ կապված։ Բանակցում են, որ ով նախաձեռնեց, հիմա գաղտնիք ձեզ բացել մեր կառավարությունը։ Ուրեմն շատ ճիշտ հարցադրում էր ձեր ռիսկեր կան, միանշանակ կան։ Ամենալավ ծրագիրը Եվրոմիության հետ որ իրականացում ռիսկեր կա, օրինակ Ռուսաստանը ցավոտ է ընդունում։ Ասում է՝ «Խի իրանք ձեզ այդ օրինակ, խի իրանք ջրամբարներ Ռուսաստանը բաց է ասում։ Խի ջրամբարներ կառուցում են Հայաստանում, ուրեմն հայերը ստանում են ջուր»։ Այդպես էլ ասում են։ Խի պետք է հայերը ջուր ստանան։ Ես կատակ չի դա, շատ լուրջ բաներ են, նայեք մեսիջները Ռուսաստանի։ Իրանք ասում են, ոնց, հիմա տրիպը պետք է մեղրի երկաթգիծը վերականգնվի, բայց այդ միրն է։ Այդ իրանցը չի, մենք գիտենք, քանի որ եթե չկա երկաթգիծ, ուրեմն իրանցը չի կարող լինել։ Բայց տեսակ իրենք խանդով են մոտենում։ Եվ իրենք ասում են, որ այո, մենք կոնսենսուս կառավարում ունենք եւ ամբողջ երկաթգիծը մենք ենք ապրենք։ Հիմա մեր նպատակը պետք է լինի, ու ես համաձայն եմ կառավարության դիրքորոշման հետ, ոչ թե վատացնել հարաբերությունները, միտումնավոր սրել Ռուսաստանին, այլ կամաց քայլ առ քայլ սովորացնել նրան, որ մենք ինքնուրույն քայլեր կանենք։ Իդեպ ասեմ ձեզ, ես ձեզ ասեմ, այդ մենք պարտավոր ենք դա մեր հասարակությանը ասել։ Հիմա մարդիկ նստած ասում են, բայց խի տվեցին կոնցեսիա Ռուսաստանին։ Այս իշխանությունները չեն տվել։ Այս կոնցեսիան տվեցին 2008 թվին դեր Ռոբերտ Քոչարյաններ։
2008 թվին փետրվարին տվեցին օֆիցիալ մտեք Այո, կարդացեք։ կա բոլոր տեղերում։ 2008 թվին դեր Ռոբերտ Քոչարյանն էր նախագահն, այն ժամանակ տվեցին։ Այդ կոնցեսիայով տալը դա լուրջ սխալ էր, եթե չասեմ հանցագործություն էր, քանի որ դու տվեցիր, հիմա դու մի կիլոմետր երկաթգիծ չես կարող վերանորոգել առանց համաձայնեցնելու Ռուսաստանի այդ երկաթգծի հետ, բնու ռեալ Ռուսաստանի կառավարության հետ։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը անդադ մեսիջներ է ուղարկում, մեզ համար ստրատեգիկ նշանակություն ունի, հիշում եք Ախուրիկում, Երասխում, Ռուսաստան արագ մեզ դու պատասխան այդ կարճ հատվածներ, բայց շատ կարևոր կապող մեզ Թուրքիայի եւ Ադրբեջանի երբ էս վերականգնելու։ Տեսակ ինչ կախվածության մեզ գցեցին, որ մենք հիմա լրջագույն ծրագրեր մեր ապագայի համար կարևորագույն, անվտանգային չենք կարող առանց Ռուսաստանի անել։ Ու այս նախկինները քննադատում են այս իշխանություններին։ Իրանք գցեցին այս վիճակի մեջ, հիմա դուրս է գալիս այս վիճակից Հայաստանը ու լավ կլինի։ Շատ լավ, եւ փորձենք ամփոփել եւ շատ կարեւոր մի հարց, որին բոլորս ենք սպասում։ Սպասել մոտ ապագայում խաղաղության այդքան սպասված փաստաթղթի ստորագրմանը։ Խոսքը նրա մասին է, որ Վենսի այցը արդյոք կարագացնի, կխթանի, որ ավելի արագ այս ամենը տեղի ունենա։ Ես ուշադիր նայեցի Վենսի ասածը, ոչ միայն Հայաստանում, նաև Ադրբեջանում։ Այո։ Նաև Վենսը խոսած այն հումանիտար հարցեր, որ պետք է լուծվեն, որ խաղաղությունը ուժեղ գնա։ Այն հայտարարությունները, որոնք ես լսեցի Իլհամ Ալիևից, ճիշտը ձեզ ասեմ, ցույց է տալիս, որ չի բացառվում, որ միջև ընտրությունները Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը, բայց վավերացումը կթողնի ընտրություններից հետո իրանք էլ հետևում են, իրանք էլ շահեր ունեն։ Ես համարում եմ հավանականությունը, որ կստորագրեն խաղաղության պայմանագիրը, բայց ոչ թե վավերացնեն պարլամենտում, որ հավանականությունը մեծ է միջև մեր ընտրությունները։ Հիմա դուք կարող եք ասել, դե դրսից դա ազդեցություն է, ոչ, դրսից ազդեցություն չի, Վենսի գալը դա դրսից ազդեցություն չի, դա նշանակում է, որ լավ ենք աշխատում մենք, մայիսի 4-ի գագաթնաժողովը Եվրոմիության այդ քաղաքական համայնքի հետ կապված, դա էլ ցույց է տալիս լավ աշխատանք, լրջագույն աշխատանք աշխարհով մեկ, երբ որ 30 պետությունների ղեկավարները միաժամանակ Հայաստանում կլինեն, էդ էլ ասենք Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի այդ մասշտաբի երկրների Ուրեմն մեր ժողովուրդը ընտրությունների ժամանակ պետք է դա գնահատի։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Նախարարը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։ Հանդիպան ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ գործակցությանը վերաբերող հարցեր։ Պապիկյանն ընդգծել է հայ-ամերիկյան գործակցության կարևորությունը այս ժամանակահատվածում, երբ Հայաստանը պաշտպանական բարեփոխումների ակտիվ փուլում է։ Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ ռազմատեխնիկական գործակցությանը։ Դեյվիդ Ալենը հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում գործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը, նաեւ աջակցությունը Հայաստանի պաշտպանական բարեփոխումների գործընթացին։ Բացահայտվել է թմրամիջոց ապօրինի պահելու եւ իրացնելու հերթական դեպքը քրեական ոստիկանության Երևանի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներ արգրավել են հալյուցինոգեն սնկերով 100 փաթեթ, իսկ Երևանի բնակիչ 26 եւ 38 տարեկան երկու տղամարդ կալանավորվել է։ Անցող շաբաթվա քրեական քրոնիկոն է տեսանյութում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրման ազատության հրապարակում նստացույցան ու խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել այդ ժամանակահատվածում ոստիկանության Երևանի վարչության բարեկապահակագետային գնդի հրամանատարի եւ նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց։ Խոսքը մարտի 1-ի գործով մեղադրյալներ Երևանի վարչության բարեկապահակագետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի եւ նրա տեղակալ Վալերի Օսիպյանի մասին է, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Գլխավոր դատախազությունը պահանջում է ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ եւ շարժական գույքեր $700,000 համարժեք դրամ։
Իզմիլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում քննչական գործողություններ են կատարվել, կոմիտեից հայտնել են նաև, որ քննչական գործողություններ են իրականացվում բժշկական կենտրոնի այլ աշխատասենյակներում։ Նշվում է, որ գործողություններն իրականացվում են առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցնելու եւ փողերի լվացման վարույթի շրջանակներում։ Օրերս Ագարակ սահմանային անցակետում, պետական սահմանից համակային անցման կետերում, մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության, մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները մաքսային զնման են ենթարկել Իրանից ժամանած բեռնատար ավտոմեքենան։ Արդյունքում բեռնատարի նվագարկիչի միջից հայտնաբերվել է 316.4 գրամ սև պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։ Հայաստանի քաղաքացի ՎԹ-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է։ Պարզվեց թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը, որի առնչությամբ ձերբակալվեց եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղափոխվեց Հայաստանի երկու քաղաքացի։ Ձերբակալման ընթացքում վերջիններս փորձել են դիմել փախուստի, ինչը կանխվել է։ Քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են դրանում ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում Հայփոստից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված ընկերության փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը կատարել է իրեն վստահված խոշոր չափերով ընդհանուր 588,000 դրամի հափշտակություն։ Վերջինս ձերբակալվել եւ ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունք։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտաբ օգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու։ Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին։ Պարզվել է, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն ծեծի են ենթարկել 3 համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը։ Ներքին գործերի նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր կներկայացվի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին։ Համադասարան ցունծեցի ենթարկած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու եւ երեխայի դասի արագության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով կատարվում է նախաքննություն։ Քրեական ոստիկանության Երևանի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները եւ ազգային անվտանգության աշխատակիցները թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով Արինբերդի 5-րդ նրբանցքում ձերբակալել են Աբովյանի բնակիչ 2 եւ Հրազդանի բնակիչ 1 տղամարդու։ 31-ամյա Աբովյան ցուխ ուզարկությամբ հայտնաբերվել է տոպրակ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, որի քաշը կազմել է 1 կիլոգրամ 96 գրամ, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով հաղթանակի կամրջից։ Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Հոգեբանը քաղաքացուն եւ նրա հարազատին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մասնակցել Ուկրաինայի պատերազմի հարցով եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը, հաղորդում է Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Հանդիպումը կայացել է ուրբաթ կեսօրին Մյունխենում, որտեղ տեղի է ունենում միջազգային անվտանգության համաժողով։ Թերթի աղբյուրների համաձայն Ռուբիոն վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից գրաֆիկի անհամապատասխանության պատճառով։ Եվրոպացի պաշտոնյաներից մեկը այդ որոշումն անվանել է խելահեղ։ Մյուսը հավելել է, որ առանց ԱՄՆ մասնակցության հանդիպումը բավարար բովանդակային չի եղել։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Ժնևում փետրվարի 17-ին եւ 18-ին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նախորդ երկու փուլերը տեղի էին ունեցել Աբու Դաբիում։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով անցյալ գարնանը ղեկավարել էր նաեւ Ստամբուլի բանակցությունները։ Ավելի վաղ ռուսական կողմը ներկայացնում էր Իգոր Կոստյուկովը։ Ուկրաինական պատվիրակությունը կրկին կգլխավորի Ռուստեմ Ումերովը։ Կիևը հաստատել է իր մասնակցությունը։ Բանակցությունների օրակարգում շարունակվում է մնալ ամենաբարդ հարցը՝ տարածքային զիջումները։ Նախորդ փուլից հետո կողմերն իրականացրել էին գերիների փոխանակում։ Վերջին 5 ամսվա ընթացքում առաջին անգամ։ Ուկրաինական կողմի տվյալներով ռուսական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Օդեսայի մարզում։ Զոհվել է 1 մարդ, 6-ը վիրավորվել են, որոնցից 3-ի վիճակը ծանր է։ Վնասվել են նավթահանգստյան եւ էներգետիկ ենթակառուցվածքները, բռնկվել են հրդեհներ, խափանվել են էլեկտրաէներգիայի, ջրի եւ ջրուցման մատակարարումները։ Ավելի քան 90 փրկարար ներգրավվել է հրդեհաշիջման աշխատանքներում։ Կիևը նշում է, որ վերջին շաբաթներին Ռուսաստանն ակտիվացրել է հարվածները կարևորագույն ենթակառուցվածքների ուղղությամբ, չնայած
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող բանակցություններին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 58 անօդաչու թռչոքսարք Վոլգոգրադի, Ռոստովի եւ Կուրսկի մարզերի տարածքում։ Բելգորոդի մարզի ղեկավարի փոխանցմամբ ուկրաինական հարվածների հետևանքով ավելի քան 220,000 բաժանորդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի բացման իր ելույթում հայտարարել է, որ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև ձևավորվել է անջրպետ եւ լուրջ պառակտում։ Նա կոչ է արել Վաշինգտոնին ձեռնարկել քայլեր անդրատլանտյան հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։ Մերցի խոսքով մեծ տերությունների մրցակցության ներկայացում նույնիսկ Միացյալ Նահանգները բավարար ուժ չունի միայնակ գործելու համար, ուստի անհրաժեշտ է ամրապնդել գործակցությունը եվրոպացի գործընկերների հետ։ Հարավային Կարոլինայի պետական համալսարանի հանրակացարանում փետրվարի 12-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, եւս մեկը վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Համալսարանի պաշտոնական հայտարարության համաձայն կրակոցները հնչել են ուսանողական բնակելի համալիրում, ինչից հետո համալսարանի տարածքը ժամանակավորապես փակվել է։ Զոհերի ինքնությունը եւ վիրավորների առողջական վիճակը առայժմ չեն հրապարակվում։ Համալսարանի ղեկավարությունը դիմել է իրավապահ մարմիններին դեպքի հանգամանքները պարզելու համար, իսկ փետրվարի 13-ին նախատեսված դասերը չեղարկվել են։ Գրենլանդիայի շուրջ զարգացումները կդառնան Մյունխենում մեկնարկող անվտանգության միջազգային համաժողովի օրակարգային հարցերից մեկը։ Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդրիքսենը։ Նրա խոսքով Գրենլանդիայի թեման ինքը նախատեսում է քննարկել Մյունխեն ժամանող Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Reuters-ի փոխանցմամբ բանակցություններին կմասնակցի նաև Գրենլանդիայի վարչապետը։ Լրագրողների հետ զրույցում Ֆրեդրիքսենը նշել է, որ Կոպենհագենը Գրենլանդիայի հարցում ակնկալում է համաեվրոպական աջակցություն ընդգծելով Եվրոպան պետք է կարողանա պաշտպանել ինքն իրեն։ Այսքան այժմի համար կհանդիպենք։